Գնում ենք բարձրանանք 9-րդ հարկ, սուրպրայզ մենն է մոտենում։ Դե ես ձեր փեսայի ներկայացուցիչ որպես ասես կանեմ, մենք ուզում ենք որ դուք խմեք, քեֆ անեք այսօր։ Ուզում եմ ձեզ հասցնել է սիրուն ծաղիկները, ասում եմ պիոն եք սիրում, հա։ Փեսան է ասում, հա, հենց։ Հարգանքներս բանգլադեշյան գեղեցիկ տաք օրերով հագեցած այս փողոցից ընկերներ։ Ամառ է եւ բավականին շոկ է։ Բայց մեզ համար դա երբեք չի եղել խնդիր, որ գնանք հոբելյարներին ասենք բարով եք ծնվել։ Գնում ենք անակնկալ անելու մեր տիկին Օֆելիային, այսօր նրա ծննդյան օրն է եւ նրա դուստրը Ջենին եւ իհարկե նրա շատ սիրելի հարգված հարգարժան փեսան Ավոն որոշել են շնորհավորեն սիրված մայրիկի եւ զոնքաշ մայրիկի ծննդյան օրը, բայց այս թեմային միացել է նաեւ մեր Ջենի Քույրիկի եւ նրա ամուսնու Ավոյի երեխաները, այսինքն թոռնիկները, Օնիկը եւ իհարկե Միլենան։ Հիմա մենք գնում ենք բարձրանանք 9-րդ հարկ Անդրանիկի 36 շենքում, չէ, 62 շենք են գնում Անդրանիկի, հարգանքներս բոլորիդ, եթե Անդրանիկի 62 շենքից ունենք հետևողներ մեզ, առանձնահատուկ հարգանքներս ես գալիս եմ ձեր շինություն ընկերներ, գալիս եմ մեծ սիրով ու բերում եմ ձեզ անակնկալ ձեր շենք, էլի ուրախություն եմ բերում, օրհնություն, մայրիկի սրբության ծննդյան օրը այսօր։ Տիկին Օֆելյան չի կասկածում առասարակ անգամ մի քիչ, մի փոքրիկ կասկած չունի, որ մենք գնում ենք շնորհավորենք, որովհետև արդեն Ժենին իր ամուսնու հետ միասին զանգել են շնորհավորել են թոռնիկներով, նա չի կարող կասկածել, որ անակնկալ կա։ Իսկ անակնկալը կա, այն իրական է եւ մեզ մոտ է, գեղեցիկ տորթ ու ծաղիկներ։ Իսկ կադրերում Բանգլադեշի առօրյան է ընկերներ, այս փողոցում սա Կայզերի փողոցն է եւ այս փողոցում միշտ հետիոտների պակաս չկա, անցնում են, գնում գալիս են իր հերթին ստեղծելով փոքր ինչ խցանու մոտ իրավիճակներ, այո, ու գնում ենք առաջ ընկերներ, այսինքն հավեսով։ Ահագին բարձրանանք, Վարդան, հա։ Շրջանաձև երթևեկությունից իջնելու ենք ձախ, չհասած ձախ ենք անելու, հա։ Դե լավ, վաճ։ Հարգելի բանգլադեշցիներ, ովքեր գտնվում են դրսում, տեսեք կարոտները տարեք ձեր Բանգլադեշից, հատուկ ձեզ համար նկարում ենք այս առօրյան։ Տեսեք ինչ է փոխվել, ինչ է ավելացել, ինչ է պակասել, իսկ մենք մեծ սիրով այն ձեզ ցույց ենք տալիս։ Հիմա ես որոնում եմ այն անցումը, որտեղից որ պետք է մտնենք։ Հենա, հիշում ես մի անգամ կայանանք այս Մոյկայի անուշ աղբերներից տեղ հարցել։ Հենա, այնտեղից պետք է մտնենք, ես հիշա այս տարածքը։ Ու սենց ուղիղ գնում ենք։ Այս կողմեր էլ ենք եկել, էլի փաստորեն, նես չի խամենք այս կողմերին, բարեկամ։ Հիանալի իրադարձություն է ընկերներ։ Այստեղ շենքերը շատ են, մենք էլ մեծ սիրով այս շենքերով գնում ենք։ Գնում գալիս ենք միշտ։ Արա տես ինչա 21 Volga 21 լեգենդ ընկերներ։ Սուրպրայզ մենն է մոտենում։ Surprise! Անդրանիկի 62 շենքին ու այն կբարձրանա մինչև 9-րդ հարկ։ Այս շենքն է? Հա? Էսա կարծ ու հանկարծ չգան ու խաձեն մեր մեքենան։ Արա բայց ճիշտ եմ պարտին գնում, հա։ Դյութական ընկերներ, որ ասում եմ, այո, իջնենք, սկսենք մեր պրոցեսը։ Սա գմփիկ վերցիր։ Всё, գնացինք։ Աղբերներ ջան, բարի օր ձեզ։ Որքան թրեմ դուրը կօգնեք բացեմ մտնեմ ներս։ Դուք էլ պատահաբար ելաք, հա։ Լավ։ Բարև ձեզ։ Օգնություն կտրամադրեք մեզ մտնենք ներս ձեր շենք։ 62 շենքն է, չէ՞։ Հա, ժիվո եկել եմ։ Ուղղակի, հա, հենա եկավ մեծ աղբերա։ Ինչ հյուրընկալ եմ 62 շենքում, բարեկամներ, պետք է շեշտեմ։ Ծաղիկները հատուկ պիոնանման վարդեր ենք վերցրել, որովհետև ու 9-րդ հարկ։ Ստեղից մտնենք։ Ջան, ապրես մեծ աղբեր։ Քո անունն ի՞նչ է։ Սամվել մեծ աղբեր, առողջություն, հաջողություններ քեզ բազմատեսակ։ Հիմա գնանք ելնենք 9-րդ հարկ։ Արա հələ նա երկու տեսակի լիֆտ կա ստե։ 9-րդ հարկում է հիմա։ Սպասենք, որ իշնի, բարեկամներ, մենք պատրաստ ենք գեղեցիկ անակնկալ անելու, տեսեք տիկին Օֆելիայի համար մենք վերցրել ենք ամենալավը, որովհետև փեսան իրան շատ է սիրում, ասաց աղբերս հնես չլի, մենք իրարից նեղանանք, իմ ձունկանչին ամենալավն է ստանում ամեն ինչից, ասի լավ աղբերս, ասի հարց չկա, որը 12 հարկ կա ստե, ապրես որ դզել ես այդ պահը, թիթեռնիկներն են ծլվելում այստեղ, ասեմ ձեզ, որ այս անակնկալից հետո մենք գնալու ենք Էջմիածին, բայց մինչ Էջմիածին գնալ պետք է գնանք ծաղիկը վերցնենք, հարսանիքը, հայրիկի ընկերները որոշել են իրենց ընկերոջ դստերը անակնկալ անեն, մենք էլ կարող է այս գրուզավոյն էլ կանչենք, հələ տենանք սովետը կգա, թե
Լավ, հասնում է։ Այս արագընթաց լիֆտերն են սրանք, լիֆթա։ Ինչ ա գրած։ Միշիշ Ավշար։ Բեռնակիրներ, Միշիշ Ավշար։ Դե ռեկլամար բեռնակիրներին ամեն դեպքում կարող պետք է լինի Երևանի տարածքում թող իմանան։ Բարեկամներ, եթե ձեզ պետք են բեռնակիրներ, զանգարում եք 094 25 12 70 համարին եւ բեռնակիրները գալիս են ձեր մոտ։ Բարև աղբերս։ Իհարկե, բարև։ Անուշ հոտ է գալիս լիֆտից, ընկերներ։ Հա, Մարթա գալի, բարև ձեզ, եկեք գնա։ Ստացվեց, մենք 9 ենք բարձրանում։ Բարև ձեզ, մենք բարձրանում ենք։ 9-րդ, գալիս եք։ Հետո իջնելու ենք։ Բարեկամներ, իրար անցում է Երևանյան, Բոնգելոդեշյան։ Որը մազերս կամին միշտ խախտում է, ոչինչ է սա ավտոն փոխենք, էլ այդպես չի։ Ուսանք, Օֆելիա, տատիկը, տիկին Օֆելիան մեզ չի սպասում։ Բայց որտեղ պետք է գնանք, այդ է հարցը, բնակարանի թվերը գրած է, որ կորստ ենք, 36։ Բարև ձեզ, մենք ձեր տուն ենք գալի։ Այո։ Ուր է մեր տիկին Օֆելիան, հա, որտեղ է նա։ Բարև ձեզ։ Միտ այսօր ձեր ծննդյանորն է, եկել ենք ձեզ ուրախացնենք, քաղցր պահեր բերենք, մատուցենք, հələ մի հատ Հələ ուրախացեք, այսօր ձեր օրն է ուրախանալու, լավը զգալու, եկել ենք ձեզ սեր ու հարգանք բերենք հեռուներից, ու ասենք, թե ձեզ ինչքան շատ են սիրում, մանավանդ մի հոգի կա, խելագարվում է ձեր համար, հələ իր անունը չեմ տա, աշկից դուք եք տալու իր անունը, այդ ով է տենաս, այդքան շատ է ձեզ սիրում, հա։ Ով կա։ Տիկին Օֆելիա, աղջիկը, ես ուրիշ պատասխան էի սպասում։ Թորս։ Չէ, էլի ուրիշ։ Ջեմ։ Աղջկա տերը, ավոն շատ է սիրում ձեզ։ Ինչա հատուկ մտածել է, նայեք, այդ սաղ իր ճաշակն է, ասել է Զոնկաշ մայրիկիս են ամենալավը կտանեք, բերել ենք ձեզ առողջարար քաղցրություն։ Բայց դուք ճիշտ եք, ձեր դստեր ընտանիքի կողմից, հա, ավոյի գլխավորությամբ եւ ձեր թորների Միլենա եւ Նորայրն ու Միլենան նույնպես տատիկին շատ են սիրում, առողջ լինեք, լավ լինեք։ Այսօր ձեր օրն է, սեր ու հարգանք ենք բերել հեռուներից։ Դե մատ երազանք պահեք, փչեք։ Էս ինչ, այս խմում էիք, հա, պատահաբար, հա, խփենք իրար հետ։ Դե ես ձեր փեսայի ներկայացուցիչ որպես ասես կանեմ, ահա։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Լավ, շատ լավ։ Դե քաղցրություն ես ուզում եմ, լավ, հələ խմեք, մոտ խմեք։ Մենք ուզում ենք, որ դուք խմեք, քեֆ անեք ես։ Գնաց առաջ, ես պապշը չեմ խմում։ Այս քաղցրություն տամ ձեզ, այսի վերցրեք մի պահ, որովհետև սա սիմվոլիկ նշանակություն ունի, որ քաղցրությունը ձեր դստեր ընտանիքից հասավ ձեզ, իսկ հիմա ուզում եմ ձեզ հասցնել է սիրուն ծաղիկները, ասում եմ պիոն եք սիրում, հա։ Հեսա նա ասում, հա, հենց մի անգամ, ստամ ձեզ դուք նվիրեք, հա։ Ու զգուշացնում եմ ձեզ, որ հանկարծ չվախենաք, հիմա պայթուն է լինելու։ Հիմա թող դուստերն եք, հա, ոնց հասկանում եմ։ Դե նվիրի գրկի պայթեցում եմ անելու չվախենաք։ Ձեզ շատ են սիրում, ուզում են լավ լինեք, առողջ լինեք, որ գան գրկեն ձեզ, հա։ Պայմանավորվեցին։ Հա, ստացվել է։ Հələ մի հատ լավ ժպտացեք ես գնամ, էլի, ես չի դիա, ես գում եմ։ Ասեք, որովհետև հենց այդ են ուզում տեսնեն ձեր բոլոր հարազատները։ Նայում եք մեր հաղորդումները, թե չէ։ Դուք այսօրվանից կսկսեք նայել ուրեմն, իմացեք այդ մասին։ Դե մենք գնացինք ձեզ լավոր, բոլորս փայլում ենք, էլի, հա։ Գնանք լիֆտը, սխմենք ու բարձրանանք։ Բոլորիս լավ եղեք, առողջ եղեք ամենակարևորը, այն մնացածը իր հունով կլինի։ 12-ը հիմա, հա, հեսա կգա։ Հա։ Ոչինչ, այնի։ Բան ար, յարկստը շատացրու, կերևա։ Վարդանը եկած չէ եկած բողոքներ է անում մեր նոր տեխնիկայի վերաբերյալ, բայց ոչինչ, ամեն ինչ կգցենք տեղը։ Հա, դե այն տեխնիկայից բողոքեցիր դու արդեն։ Դե ձեզ լավ օր,
Մաման թող միշտ լավ լինի, դուք էլ մամայի ուրախությունով ուրախանաք։ Դե մենք գնացինք, հեսա հայ-հայա, թե լիֆտը բացվում է, մենակ թե մեջը 10 հոգի չելեն։ Իսկ որ լիքը մարդ կա։ Բարև ձեզ։ 4 հոգի տեղավորվում են ընդհանրապես այս լիֆտում։ Մենք Այնքան ուրախ եմ։ Հյուրեք, դուք իջնում եք, բարձանում եք։ Հա, մենք էլ ենք իջնում, միշտ։ Անտիր։ Անակնկալ ենք անում։ հա ջոգեցի արդեն։ Մեր Տիկին Օֆելիայի ծննդյան օրն էր, դուք հյուրեք չեք ճանաչի իրան, մենք էլ ենք հյուր, բայց տեսանք հենց նոր ճանաչեցինք։ Փոքրիկ է ու այդ փոքրության պատճառով մարդիկ հերթերի մեջ են։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Իսկ ինչքան մարդաշատ է այս լիֆտը։ Ես առաջին անգամ եմ նման լիֆտի հանդիպում։ Հիշեցնեմ, որ այս լիֆտը գտնվում է Բանգլադեշում, ընկերներ, 62 անդրանիկի շենքն է եւ մենք շատ ուրախ ենք այստեղ գտնվել, իսկ հիմա ուրախ կգնանք, որ գտնվենք Էշմեածնի Դվին ռեստորանում։ Իսկ մինչ այնտեղ հասնել ընկերներ, պետք է նստենք մեքենան։ Լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը աշխարհով մեկ։ Իսկ մենք ընկերներ պետք է շեշտեմ, որ անակնկալը հենց Ռուսաստանից է, բայց կարող է լինել ամեն տեղից։ Եթե դուք ապրում եք տարբեր տեղերում, աշխարհի ծայրերում, իմացեք, որ մենք հասանելի ենք ամենտեղ, այս երկրը կա։ Եթե ուզում ես տրամադրությունը փոխի լավուն, քեզ սիրով հրավիրում ենք Գութանկյուն։ Եթե ուզում ես տրամադրությունը տուխվի լավում Քեզ սիրով հրավիրում ենք Գութանկյուն Այստեղ շպիտներն իրական Ես ձեզանից մեկը անակնկալ ես ուզում իրենք կան Սա մի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ Ամերիկան Ռուսաստան է կամ էլ Եվրոպան Հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան Այերը ուժեղ են Սաղ աշխարհով կան Ես տեսնից մեկը տեղսցիկ Մենք իմաստ ունենք ասելիք Մեր լեզուն հիմա մեր գոցնա Տարերի մեջով ետած մեր փորձնա